Երևանի քաղաքապետարանին հարց եմ ուղղում Կիևյան կամուրջի, այսպես ասած, բազմաչարչար վերանորոգման աշխատանքների վերաբերյալ, մասնավորապես կամուրջի դեֆորմացիոն շովերում տեղադրված կոմպենսատորների մասով։ Որպեսզի հանրության համար շատ պարզ ու հասկանալի լինի խոսքը ինչի մասին է, ես մանրամասն կներկայացնեմ։ Ուրեմն, համաձայն Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքների նախագծի, կոմպենսատորը հանդիսանում է 2 մմ հաստությամբ ցինկապատի թեղից կոնստրուկցիա։ Հիմա ձեզ եմ ցույց տալի Տիգրան Ավինյանի կողմից հրապարակված տեսանյութից վերցված կադր, որում երևում է կամուրջի դեֆորմացիոն շովերում տեղադրված կոմպենսատորը։ Այս ցինկապատի թեղից իրը դետալը հանդիսանում է կոմպենսատոր։ Հանուն նրա, որ հանրության համար ամեն ինչ պարզ լինի ու հասկանալի լինի, ես ցինկապատի թեղից կառուցել եմ կոմպենսատորի փոքր նմուշը, որպեսզի հանրության համար շատ պարզ ու հասկանալի լինի։ Կոմպենսատորը տեղադրվում է կամուրջի դեֆորմացիոն շովերի արանքով։ Սա Կիևյան կամուրջի դեֆորմացիոն շովերն է եւ այս կոնստրուկցիայի տակը հիմա գտնվում է կոմպենսատորները, որը ցինկապատի թեղը արդեն այս կոնստրուկցիայով ծածկվել է։ Հուսամ շատ պարզ հասկանալի է ներկայացնում եւ շատ ընկալելի։ Ուրեմն, համաձայն Կիևյան կամուրջի վերանորոգման աշխատանքների նախագծի կոմպենսատորի հատվածը, որը դուք հիմա տեսնում եք, նախագծում շատ հստակ տրված է, որ կոմպենսատորի ծալվածքի այս հատվածի ծալվածքի աստիճանը R-երը ինչ կլորությամբ պետք է լինեն։ Նախագծում շատ հստակ տրված է։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ Կիևյան կամուրջի դեֆորմացիոն շովերում տեղադրվել է սուր ծալվածքներով կոմպենսատոր։ Ինչը դա հաստատվում է Տիգրան Ավինյանի կողմից հրապարակված տեսանյութում։ Բացի այդ, ես էլ այցելել եմ շինհրապարակ, տեսել եմ, որ Կիևյան կամուրջի դեֆորմացիոն շովերում տեղադրվել է սուր ծալվածքներով կոմպենսատոր։ Հիմա շատերը կասեն, դե չախոյան, ինչի հետևից են գնում, դե հիմա դետալա դրել են, հիմա կլոր ծալված չի, սուր ծալվածքա, մանրուքների հետևից ես ընկել, այդպես բանով անում։ Հանուն պարզության ու արդարության համար ես համացանցում այդ կոմպենսատորների վերաբերյալ շատ տեղեկատվություն եմ ուսումնասիրել ու գտել եմ հիմնավորումներ ու նկարներ, թե պիտի կոմպենսատորները լինեն կլոր ծալվածքներով, այլ ոչ թե սուր։ Հիմա ձեզ եմ ներկայացնում համացանցից ներբեռնված կամուրջի դեֆորմացիոն շովերում տեղադրվող կոմպենսատորների նկարները։ Տեսնում եք, այդ նկարներում կոմպենսատորների ծալվածքները կլոր են, այլ ոչ թե այս կոմպենսատորի, այսինքն սուր ծալվածքով կոմպենսատորներ չեն, այլ կլոր են։ Նորից եմ կրկնում, Կիևյան կամուրջի դեֆորմացիոն շովերում տեղադրվել է սուր ծալվածքներով կոմպենսատոր։ Այսինքն դուրս է գալի նախագծով պահանջվում է, որ կոմպենսատորների ծալվածքը պետք է լինեն կլոր ծալվածքով, այլ ոչ թե սուր, եւ աշխարհով մեկ խելացի մարդիկ հասկացել են, որ կոմպենսատորների ծալվածքը պետք է լինի կլոր։ Ու դրա վառ օրինակ ապացույցը հիմա դուք տեսնում եք նկարներն է կոմպենսատորների կլոր ծալվածքներով։ Հիմա որպեսզի շատ մարդիկ մեկնաբանություններում կարծիքներ չարտահայտեն, դե հիմա Չախոյան ոնց կլինի, ինչի հետևից ես ընկել 30 տարի, այսքանն էլ չեն արել, հիմա անդում են դու գալիս ես, բողոքվում ես, խի 30 տարի առաջ նման խնդիրների մասին չէի խոսում, հիմա էլ ոնց կլինի սուր ծալվածքով
Սուր ծալվածքով, կլոր ծալվածքով չի, չէ միջը մի հատ է ծաղկավոր ծալվածքով, հիմա մանրամասն կներկայացնեմ ու ցույց կտամ տարբերությունը ինչի մկայանում, որպեսզի հանրության մոտ նման կարծիքներ չառաջանա ու նման կարծիքների վերաբերյալ նման հեղաթյուրող մեկնաբանություններ չգրեն։ Ուրեմն այս կոմպենսատորի նմուշի վրա օրինակը բերեմ։ Կոմպենսատորը դրվում է կամուրջի դեֆորմացիոն շոուերում նման պատկերով ու բոլորի համար գաղտնիք չէ, որ Կիևյան կամուրջը եւ առհասարակ աշխարհում բոլոր կամուրջները ունեն ճոճ, խաղ, շարժվում են։ Կոմպենսատորի տեղադրման ժամանակ կամուրջի ճոճի խաղի ժամանակ կոմպենսատորը շարժվում է։ Հիմա փորձեմ շարժի ձևով կոմպենսատորի աշխատանքի ձևը ցույց տալ, որ հանրության համար պարզ ու հասկանալի լինի։ Հիմա տեսեք, ուշադրություն դարձեք կոմպենսատորի այս սուր ծալվածքի եզրին, որ կոմպենսատորի ամբողջ աշխատանքը կենտրոնացած է այս սուր ծալվածքի եզրին, տեսեք։ Ու հուսամ շատերը տարիք եք ունեցել մետաղական իր ծալելու պրովուլկա, չգիտեմ, հողովակ, կաբել, երբ որ շատ ես ծալում, ինքը պոկվում է, պորտկվում է, ջարդվում է, ոնց ուզում եք անվանեք, մետաղական իրի սուր հատվածը, որտեղ կենտրոնացած է հենց ամենաշատ ծալվածները, որտեղ երբ որ շատ եք ծալում, ինքը պոկվում է ամենասուր ծալվածքի հատվածը։ Հիմա ցույց եմ տալի կոմպենսատորի նմուշի փոքրի վրա կլոր ծալվածքով կոմպենսատորի աշխատանքը։ Ուշադրություն դարձեք։ Այսինքն կլոր ծալվածքի պարագայում կոմպենսատորի ծալվածքի ամբողջ աշխատանքը կենտրոնացած չի սուր ծալվածքի վրա, քանի որ կլոր ծալվածքով կոմպենսատորը սուր ծալված չունի, կլոր է, ու ամբողջ կոմպենսատորի ծալվածքի աշխատանքը կենտրոնացած է ավելի լայն հատվածի վրա, այսինքն այս հատվածի վրա, այլ ոչ թե սուր ծալվածքի պես, միայն սուր ծալվածքի հատվածում է շարժը կենտրոնացված։ Նորից եմ ցույց տալի օրինակը, որ տեսանելի ու պարզ ընկալելի լինի։ Ահա։ Հիմա նորից սուր ծալվածքով կոմպենսատորն եմ ցույց տալի։ Այսինքն հուսամ շատ պարզ ձևով եմ բացատրում, որպեսզի բոլորի համար պարզ հասկանալի լինի, որ սուր ծալվածքով կոմպենսատորի աշխատանքի ժամանակ ամբողջ կոմպենսատորի աշխատանքը կենտրոնանում է սուր ծալվածքի վրա, իսկ կլոր ծալվածքի արդյունքում իր աշխատանքի մակերեսը, այսինքն կոմպենսատորի իր շարավիղը ավելի մեծ է, այսինքն ավելի շատ է։ Հետևաբար ժողովուրդ ջան, դուրս է գալի, որ կլոր կոմպենսատորի ծալվածքի արդյունքում կոմպենսատորը ավելի երկար կծառայի, քան թե սուր ծալվածքով կոմպենսատորը կամուրջի շարժի ճոճի ժամանակ ինքը ավելի կարճաժամկետ կլինի։ Հիմա ես չեմ ասում մի շաբաթ հետո կփոխվի, մի ամիս հետո կփոխվի, հիմա պայմանական եթե կլոր ծալվածքով կոմպենսատորը պետք է ծառայի, չգիտեմ, 50-60 տարի, օրինակ սուր ծալվածքի դեպքում ավելի քիչ, օրինակ չգիտեմ, 10-20 տարի, ինչը էդի նորմալ չէ, այսինքն դուրս է գալի մարդիկ հասկացել են, որ կոմպենսատորը կլոր ծալվածքով պետք է լինի ու նախագծով այդ պահանջ տվել են ու աշխարհում մեկ կլոր ծալվածքով կոմպենսատոր են տեղադրում, իսկ Հայաստանում սուր ծալվածքով կոմպենսատոր տեղադրում։
Հիմա որ էլ ավելի պարզ ու ընկալելի հասկանալի լինի հանրության համար, փորձեմ մի փոքր ավելի պարզ դեմոնստրանցիա ցույց տամ ու հասկանալի լինի կոմպենսատորի աշխատանքը ու ցուցարվածքի վատ կողմերը։ Հիմա ես այս դետալը մի քանի անգամ կշարժեմ, ընդունենք այս դետալը կամուրջի վրա է, ինքը շարժվում է, անցել է մի տարի, չգիտեմ, 5 տարի եւ այլն։ Հիմա ասենք շարժում եմ։ Ահա։ Էսա, ահա։ Շատ էլ չեմ ծալում։ Հիմա այս կոմպենսատորի երկաթի այս սուր հատվածում արդեն ոնց ասեմ էսի, որ ճիշտ է, ինքը այս երկաթը արդեն պորտկվում է, այսինքն ճաքում է։ Մի քիչ շատ անեմ, որ տեսախցիկի համար այդ հատվածը տեսանելի լինի, որտեղ չեմ կարծում, որ հիմա եթե ցույց տամ, ինքը արտահայտիչ կլինի։ Ահա, վերևում է։ Եթե չի երևում, բան կանեմ, ֆոտո կնկարեմ, կմոտիկացնեմ ու տեսանյութում կտեղադրեմ։ Այսինքն սուր ծալվածքի արդյունքում ինքը ճմրթվում է, արդեն վնասվում է։ Հիմա այդ նույն օրինակը բերում եմ կլոր ծալվածքով կոմպենսատորի վրա։ Նման պարզ տրամաբանական ձևով ներկայացնում, որպեսզի հանրության մոտ էլ հարցեր չառաջանա։ Գիտեմ, ինչքան ծալեցի, հիմա կլոր ծալվածքի ոչ մի հատվածում սուր կոմպենսատորի պես ինքը չճմրթվեց։ Չգիտեմ, երևում է թե չէ, եթե չի երևում, չնայած չի կարա երևա, որտեղ ոչ մի բան չի եղել, բայց նկարով ֆոտո կանեմ, էլի այս դետալը ցույց կտամ, որ վրան ոչ մի ճմրթված հատված չկա, ի տարբերություն սուր ծալվածքով դետալի։ Այսինքն այս օրինակները նման պարզ ձևով եմ ներկայացնում, որպեսզի հանրության համար պարզ ու հասկանալի լինի ամբողջ խնդիրը ու իմ հարցադրումը Երևանի քաղաքապետարանին, թե Խիա ընկեր ջան, Կիևյան կամուրջի դեֆորմացիոն շոուերում տեղադրված կոմպենսատորը սուր ծալվածքով, այլ ոչ թե կլոր ծալվածքներով։ Դեռ պատասխանեք։ Չեմ մեկնաբանելու Ժորժ ջան, չեմ մեկնաբանելու։